Իրանում ընթացող գործընթացներով պայմանավորված Սյունիքում չափումներ են անում հայ մասնագետները։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանը Ազատության զրույցում պնդել է, որ Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։ Հունիսի 20-ից վաղ ահազանգման ճառագայթային մոնիտորինգային համակարգի մշտադիտարկման կայան է տեղադրվել, որ 24 ժամ անդադար չափումների արդյունքներ է ուղարկում։ Մասնագետների պնդմամբ ստացված բոլոր տվյալները նորմայի սահմաններում են։ Եվս ընթացքում ինչ սկսել է այդ պատերազմը, ճառագայթային ֆոնի որևէ փոփոխություն չի նկատվում Հայաստանում։ Այսինքն երեկվա այդ հարվածներից հետո էլ որևէ փոփոխություն չկա։ Այո, այս պահին որևէ փոփոխություն չենք նկատում։ Գործուղել ենք մեր աշխատակիցներին, մեր աշխատակիցների հետ միջուկային կարգավորման կոմիտեի աշխատակիցն է, այժմ Մեղրիում են գտնվում։ Զուգահեռ չափումներ է կատարում ավելի իրավիճակը ճշտելու համար։ Չնայած ասում եմ, Մեղրիում տեղադրվել է ստացիոնար չափման կայան։ Մեղրիում երբ է տեղադրվել, այսինքն այս իրադարձությունների պատճառով եւ ժամանակ է տեղադրվել, թե ավելի շուտ կա։ Այո, քանի որ մոնիտորինգը Հայաստանում հիմնականում կենտրոնացած էր հայկական ատոմակայանի վրա, բայց վերջի դեպքերի արդյունքում որոշում կայացվեց նաև հարավային սահմանում նույնպես ունենալ մոնիտորինգային կայան։ Այժմ այդ կայանը աշխատում է եւ տվյալներից դատելով մենք կարող ենք ասել, որևէ ամպ ռադիոակտիվ ամպ չկա, ֆոնային արժեքը որևէ փոփոխություն չի կրել։ Նախորդին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հարվածել է Իրանի 3 միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ՄԱԿ-ի միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ թեև ստորգետնյա վնասները գնահատելը այս փուլում դեռ հնարավոր չէ, բայց հավանաբար ամերիկյան հարվածները շատ նշանակալի վնաս են հասցրել Իրանի Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա տարածքներին։ Իրանական աղբյուրները պնդում են, որ հարստացված ուրանը մինչև հարվածները արդեն իսկ տեղափոխված է եղել Ֆորդոյից։ Հայաստանի արտգործնախարարությունը ի դեպ 10 օր առաջ դատապարտել էր Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների, ռազմական օբյեկտների վրա։ Երեկվա ամերիկյան հարվածներից հետո որևէ հայտարարություն չի արել։ Ապրի վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանն է գնահատել, ինչով է սա պայմանավորված։ Իսկում է կա մտահոգություն, որ անկախատեսել է, որ Թրամփը կամ Թրամփի խորհրդականները կարող են նրան տեսնել, որ օրինակ X երկիրը, այս տարեկան եւ Հայաստանը քննադատել է քեզ, քննադատել է քո հարվածը, ինչը ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արձագանք կարող է բերել նախագահի կողմից։ Օրինակ, Թրամփը կարող է ինչ-որ բան գրել կամ ասել, որ դե եկեք պատժամիջոցներ կիրառենք այս կամ այն պետության նկատմամբ։ Հետևաբար բոլորը ցանկանում են զգուշ մնալ նախագահ Թրամփից։ Իսկ Հայաստանի արձագանքը ընդհանուր այս իրավիճակին Իրանի հետ կապված ինչպես կգնահատեք, այն առումով, որ մինչև հիմա հայտնի չէ անգամ անվտանգության խորհրդի նիստ եղել է, չի եղել։ Դե կարծում եմ, եթե վերցնենք արտգործնախարարության արձագանքը, այսինքն հայտարարությունների եւ այլն, դա adekvat է, սակայն եթե վերցնենք ընդհանուր պետական համակարգի արձագանքը, ապա այստեղ ես չեմ կարծում, որ արձագանքը adekvat է, որովհետեւ եթե նույնիսկ ինչ-որ բաներ արվում են եւ դրա մասին պարզապես տեղեկույթ չի տրվում, ապա դա առնվազն խոսում է ռազմական հաղորդակցության խնդիրների մասին պետական ապարատի։ Իսկ եթե շատ բան չի արվում, ապա կարող ենք ասել, որ ի տարբերություն արտգործնախարարության ընդհանուր պետական ապարատի կամ պետական համակարգի արձագանքը դժվար թե կարելի է գոհացուցիչ համարել։